Ռուսաստանի իրավահաջորդության կայացուցիչ իրավահաջորդությունը տարածքում էր, չէ՞, ստեղծել պետությունը։ Չէ։ Ինքը ստեղծվել էր ցարական Ռուսաստանի 0.13% տարածքում։ Չէ՞ ստեղծել ցարական Ռուսաստանի։ Եթե ինքը այս ստեղծվել ցարական Ռուսաստանի տարածքում, ինչպես ՌՍՖՍՀ-ն, այդ ժամանակ ինքը կլիներ իրավահաջորդը, ինչպես տարածքի չափը կապ ունի։ Իհարկե կապ ունի։ Դա շատ կապ ունի, բայց տարածքը հենց այդ, այսինքն դու տարածքի վրա ես ստեղծվել, թե ինչ-որ մի ծայրագավառում։ Օրինակի համար Թուրքիայի Հանրապետության վերաբերյալ կա 26 թվականի դատական վճիռ, հենց իրավահաջորդության վերաբերյալ, դու կոչվում բորելի վճիռ, այդ դատավորի անունով, այնտեղ հստակ ասում է, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի Հանրապետությունը ժառանգել է Օսմանյան կառավարության տարածքի մի մասը միայն, որտեղ ահագին կորուստներ ունեցել, թե արաբական աշխարհը հանենք բան։ Այնուհանդերձ Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կառավարության ոչ թե իրավահաջորդ, այլ շարունակությունը։ Սա ավելի սերտ կապ է, որտեղ գոյություն իրավահաջորդության երկու ձև, այսինքն մեկ իրավահաջորդն է, իսկ մյուսը շարունակությունն է, continuity։ Ինչպես օրինակ ժամանակակից Ռուսաստանը հանդիսանում է սովետական միության continuity, իրավահաջորդը չի։ Մակում դա ամրագրված է որպես ՍՍՀ շարունակություն, դրա համար էլ ինքը ժառանգել է ՍՍՀ-ն բոլոր եւ պարտքերը, եւ ավարները, եւ տեղը Մակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Երբ որ հաճախ ասում են, որ Հայաստանը նաեւ հանդիսանում է ՍՍՀ-ի իրավահաջորդը, էլի սխալ է։ Ես այս օրինակներով խոսամ, որովհետեւ միջազգային իրավունքի մեջ, գիտեք, իրավունքը ածանցվում է մի շարք աղբյուրներից, բացի ասենք կոնվենցիաների պայմանագրերից, մեկը պրակտիկան, այսինքն կյանքում ինչպես է դա եղել։ Հիմա տեսեք, ներկայիս Ռուսաստանի Հանրապետությունը չի միանում նորից մի շարք միջազգային պայմանագրերի, որին ժամանակին միացել է ՍՍՀ-ը։ Ասենք 64 թվին, չգիտեմ, 84 թվին եւ այլն։ Եվ եթե բացեք այդ պայմանագրերի տարեթվերը, ով երբ միացել, հստակորեն գրած, ասենք գրած է Ռուսաստանի Դաշնություն պայմանագրին միացած 64 թվին։ 64 թվին չի եղել, չէ՞, ժամանակ ՍՍՀ-ն էր։ Բայց Հայաստանի պարագայում, ինչպես մյուս հանրապետությունների պարագային, նույն կոնվենցիաներին մենք ստիպված ենք եղել հետո միանալ, նորից ստորագրել, չգիտեմ, 93, 94, 95, հենց սա ցույց է տալիս, որ միայն Ռուսաստանն է հանդիսանում ՍՍՀ-ն շարունակությունը եւ իրավահաջորդը, մյուսները ոչ։ Հիմա այստեղ ուրիշ խնդիր կա։ Մերձբալթյան երկրները իրանք ժամանակին իրենց հատուկ հայտարարությամբ հայտարարեցին իրենց առաջին հանրապետությունների շարունակությունը եւ աշխարհը դա ընդունեց։ Ինչու, որովհետեւ հիշենք, որ այդ Բալթյան 3 հանրապետությունների դեսպանատները օրինակ Միացյալ Նահանգներում շարունակում էին գոյություն ունենալ մշտապես, անգամ ՍՍՀ օկուպացիայի տարիներին։ Հետևաբար այդտեղ վիճելու հարց չկար։ Ինչու, որտեղ ՍՍՀ-ին Միացյալ Նահանգները ճանաչել էին 1933-ին, իսկ այդ երկրների օկուպացիան տեղի ունեցել 40-ին։ Հետևաբար ինքը ճանաչել էր այն ՍՍՀ-ին սահմաններով, 40-ից հետո ինչ որ տեղի ունեցել, չճանաչեց։ Իրանց համար դա էր։ Մեր հարևան Ադրբեջանն ու Վրաստանն ուրիշ ձև արեցին։ Իրենք անկախության հռչակագրի մեջ սահմանադրության մեջ հատուկ նշեցին, որ իրենք հանդիսանում են, մեկ ասում է դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, մյուսը բան։ Հայտարարեցին։ Դա ասեմ շատ մեզ համար նպաստավոր կետ է, որովհետև մենք կարող ենք դա բարձրացնել ակտիվորեն ասելու համար, որ օրինակի համար, այսպես ասած, առաջի ադրբեջանական հանրապետության տարածքի մեջ չի եղել Ղարաբաղի եւ մյուսները, ավելին ազգերի լիգայի որոշումը, եթե հիշում եք, ես քարտեզները ցույց տվեցի այդ սահմանի, հետևաբար, եթե դուք ինքներդ բացի ամեն ինչից հրաժարվում եք նաև ՍՍՀ ժառանգությունից, հրաժարվում եք նաև բնականաբար Ղարաբաղից, հրաժարվում եք Նախիջևանից, հրաժարվում եք նույնը Վրաստանի պարագային։ Բայց ցավոք սրտի մենք այդ փաստարկները գրեթե չենք օգտագործում, բացառությամբ մի երկու անգամ Քոչարյանը ժամանակին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ մաս չի կազմել անկախ Ադրբեջանի, որը ճիշտ հայտարարություն է, որտեղ երբևէ մաս չի կազմել, այսինքն դա եղել է վիճելի տարածք։ Իր կարգավիճակով Ելիզավետպոլի նահանգը ընդհանրապես վիճելի էր։ Հիշենք, որ
երբ որ 17-18 թվականին այսքան հեղափոխությունից եւ դրա հաջորդած տարիներին այդ տարբեր խառնակությունները եղավ, այդ ժամանակ ցարական Ռուսաստանը հարավային, ընդհանրապես Կովկասի փոխարքայությունը բաժանացել հարավային Կովկասում 6 նահանգի՝ Բաքու, Ելիզավետապոլ, Երևան, Կարս, Թիֆլիս, Քութայիս։ Եվ ամեն մի երկիր կարծես թե այսպես եղբայրաբար 2-2 նահանգ ստացավ։ Այդ թվում Բաքուն հավակնում էր Բաքվի եւ Ելիզավետապոլի նահանգներին, որը ճիշտ չէր։ Ինչպես նաեւ Վրաստանի հավակնությունը Թիֆլիսի ամբողջ նահանգի վրա ճիշտ չէր, որովհետեւ դրանք վարչական նահանգներ էին։ Բայց դե մոտարապես այսպես էր։ Ադրբեջանցիք ասում են դե Գանջան մեր մայրաքաղաքն է, հետևաբար Ելիզավետապոլը մեր մայրաքաղաքն է, հիշենք որ նա էր մինչև Բաքուն, չէ՞, մինչև 18 թվականի սեպտեմբեր։ Հետևաբար ոնց որ ասած այդ կենտրոնով ամբողջ նահանգը մերը պետք է լինի, չնայած ինչ տրամաբանություն այդտեղ կա հասկանալի չի, նույնն վրացիք էին ասում, եթե Թիֆլիսը մեր մայրաքաղաքն է, հետևաբար Թիֆլիսի ամբողջ նահանգը պետք է մերը լինի։ Հիշենք որ Թիֆլիսի նահանգի մեջ էր մտնում նաև Լորին։ Դրա համար էլ այսինքն այդ հավակնությունը դրանով են պայմանավորված։ Բայց այդ վարչական միավորները երբևէ հիմք չհանդիսարկեցան միջազգային հանրությունը եւ վկայակոչված Փարիզի վեհաժողովը չընդունեց նախկին ռուսական վարչական սահմանները որպես հիմք նոր պետությունների համար եւ ասաց, որ դա կոչվում է ռեսատաբուլա, այսինքն մաքուր էջից պիտի սկսվեր, այսինքն եկեք դնենք նորից բան անենք, եւ դա ճիշտ էր։ Մենք 91 թվականին պիտի հստակորեն միանշանակորեն հայտարարեինք, որ մենք բնականաբար հանդիսանում ենք առաջին հանրապետության իրավահաջորդը եւ ժառանգում ենք բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Բայց քանի որ մենք 91-ին առաջին հանրապետությունից այնքան սարսափած էինք, այսինքն մեզ այնքան վատ էին ներկայացրել, որ հələ մի բան էլ թվում էր, որ եթե լինենք առաջին հանրապետության, հələ մի բան էլ պիտի տանք։ Դե մեզ ներշնչել են, չէ՞, Ալեքսանդրապոլի պայմանագիր, մյուս այդ բաները, ու մենք աշխատեցինք մեզ հեռու պահել այդ ամբողջից, որի հետևանքով էլ ոնց ասած պահը բաստողեցինք եւ հետո գիտեք ինչա տեղ ունեն, բանակցություններ ունեն իրենք իներցիա։ Երբ որ դուք ներքաշվում եք բանակցային գործընթացի մեջ արդեն, օրինակ այս մադրիդյան սկզբունքները, սա իներցիոն բանակցություն է, այսինքն մենք ներքաշվել ենք, ինչքան էլ ասում են, որ դա մեզ ձեռնատու չի, բայց չեն կարողանում դուրս գանք, դա մոտարապես նրան է նման, որ ասենք մեքենան մեծ արագությամբ առաջ է գնում, ոնց ասած ընթացող մեքենայից դուրս գալու հարց է։ Դա կարա լինի ապահով, կարա չլինի ապահով, էլի, որտեղ խնդիրներ կա, այստենց էլ կանգնեք իջնեմ չի ստացվում ասել կամ չեն ասում։ Դրա համար մենք այդ բանակցում ենք, վերջի անգամ Փարիզի հանդիպումներ հիշենք, Նալբանդյանը գնահատեց որպես կառուցողական, եւ մի բառ էլ ասեց, ինչ որ սովետական բառ էր, չեմ հիշում ինչ բառ էր, բայց ինչ որ մի բառ ասեց էլի, ու բան եղավ, բայց էության մեջ բոլորը հասկանում են, որ այդ բանակցություններով այդ ոճով հարցը չի լուծվի։ Դա արդեն ուրիշ հարց է։